Բրազիլիայում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ընթացքում Սան Պաուլոյի հայ համայնքը աղոթել է Բաքվում պահվող հայ գերիների համար։ Պատարագին եւ աղոթքի արարողությանը մասնակցել են Սան Պաուլոյի բոլոր հայկական կառույցները, Հայաստանի պատվավոր հյուպատոսը, ինչպես նաեւ տեղի հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների եւ եղբայրակցական միության ներկայացուցիչները։ Միասնական աղոթքից օրեր առաջ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքների մասին։ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը խնդրել է Հանրապետության նախագահին եւ Բրազիլիայի կառավարությանը միջնորդ հանդիսանալ գերիների ազատ արձակման գործում։ Առաջնորդ Սրբազանը նամակներ է ուղարկել նաև Բրազիլիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում երկրի փոխնախագահին, Սան Պաուլոյի քաղաքապետին եւ նահանգապետին, օրենսդրական ժողովի եւ падգամավորների պալատի նախագահներին, գլխավոր դատախազությանը, դատարանին, սենատորներին եւ падգամավորներին։ Բրազիլիան ոչ միայն հարավամերիկյան ամենախոշոր պետությունն է, այլև տարածքով ու բնակչության թվով աշխարհի խոշոր երկրներից է, անդամակցում է բազմաթիվ մեծ կազմակերպությունների, որոնցից են Միացյալ Ազգերի կազմակերպությունը, Մեծ 20-յակը, BRICS-ը։ Նարեկ Սրբազանի կոչին արդեն արձագանքել է Սան Պաուլոյի արքեպիսկոպոս կարդինալ Օդիլո Շերերը։ Կարդինալը հայտնել է իր մտահոգությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի շուրջ, հույս հայտնել, որ իրավիճակը միջազգային հանրության ուշադրությանը կարժանանա, մարդու իրավունքները կհարգվեն եւ անարդարությունը կկասեցվի։ Կարդինալը խնդրել է տեղի ծխական եկեղեցիներին աղոթել հայ ժողովրդի գերեվարյալ զավակների համար։ Հերմինե Հակոբյան, Արամայիս Սարգսակյան, եկեղեցական կյանք։